Ուկրաինայի զինված ուժերը դեկտեմբերի 15-ի կեսգիշերին մոտ հրթիռակոծել են Բելգորոդը։ Նախնական տվյալով տուժածներ չկան։ Հրթիռակոծության հետևանքով լուրջ վնասներ են կրել ինժեներական ենթակառուցվածքները։ Վթարային եւ օպերատիվ ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ, գրել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում։ Պայթյունի ալիքից պատուհաններ են կոտրվել։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալով ԱԹՍ-ները հարված են հասցրել նաեւ Աստրախանի նավթամշակման գործարանին, ինչպես նաեւ Մոսկվայի մարզին։ Բերլինում Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ։ Բանակցությունները շարունակվելու են այսօր։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այդ մասին գրել է սոցիալական ցանցերում։ Ներկայացուցիչները խոր քննարկումներ են ունեցել 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական օրակարգի եւ այլ հարցերի շուրջ։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել, գրել է նա։ Դեկտեմբերի 2-ին Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները Կրեմլում բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու իր նպատակից արևմտյան անվտանգության երաշխիքների դիմաց որպես Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու փոխզիջում։ Այդ մասին էլ կիրակի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ի սկզբանե Ուկրաինան ցանկանում էր միանալ ՆԱՏՕ-ին։ Դա կապահովեր անվտանգության իրական երաշխիքներ։ Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի որոշ գործընկերներ չաջակցեցին այդ գործընթացին, ասել է նա WhatsApp-ի զրույցում պատասխանելով լրագրողների հարցերին։ ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի եւ այլ երկրների կողմից անվտանգության երաշխիքների տրամադրումը հնարավորություն կտա բացառել Ռուսաստանի կողմից եւս մեկ ներխուժումը, ասել է նա, հավելելով, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն իրավական առումով պարտավորեցնող։ Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ 40 մարդ դեռ հիվանդանոցում է, այդ թվում 2 ոստիկան, ովքեր գտնվում են ծանր, բայց կայուն վիճակում։ Նախնական տվյալներով հրաձիգները 2-ն են, նրանցից մեկը սպանվել է։ Հարձակման պահին ծովափին ընթացել են հրեական Հանուկա տոնի տոնակատարությունները։ Ավստրալիայի ոստիկանությունը հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։ Ականատեսները պատմել են, որ հարձակումը տևել է մոտ 10 րոպե։ Տարբեր հարթակներում հայտնված տեսանյութում երևում է, որ 2 տղամարդ մի քանի րոպե կրակում է մարդկանց վրա դեպի լողափ տանող կամրջից։ Պաշտոնյաները կիրակի օրը տեղի ունեցած հրաձգությունը որակել են որպես նպատակային հակասեմական հարձակում։ Ոստիկանության տվյալով հարձակվողներից մեկին պատկանող մեքենայում եղել են նաև մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր։ Ավստրալիայի ներքին գործերի նախարար Թոնի Բերքը պարզաբանել է, որ հրաձիգներից ավագը երկիր է ժամանել 1998 թվականին ուսանողական վիզայով, իսկ նրա որդին ծնունդով Ավստրալիայի քաղաքացի է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ դեռ օգոստոսին նամակ է գրել Ավստրալիայի իր գործընկերոջը, զգուշացնելով Պաղեստինի պետության ճանաչման հետևանքների մասին։ Նա նշել է, որ այդ քայլը յուղ է լցնում հակասեմականության կրակի վրա եւ ուժեղացնում է նրանց, ովքեր սպառնում են ավստրալացի հրեաներին։ Ձեր կառավարությունը ոչինչ չի արել Ավստրալիայում հակասեմականության տարածումը կասեցնելու համար, ասել է Իսրայելի վարչապետը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում կառուցվում է հաղթանակի կամար, որը կգերազանցի աշխարհի բոլոր նմանատիպ կառույցները։ Վաշինգտոնը աշխարհի միակ խոշոր քաղաքն է, որը չունի հաղթական կամար, հայտարարել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։ Ըստ Թրամփի, կամարի կառուցումն ընթանում է Արլինգտոնի կամրջի մոտ Աբրահամ Լինքոլնի հուշարձանի հակառակ կողմում։ Այն նման կլինի Փարիզի հաղթական կամարին, բայց անկեղծ ասած ամեն ինչով կգերազանցի դրան, վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահը։ Հոկտեմբերին Միացյալ Նահանգների նախագահի արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին հայտարարել էր, որ կամարը կառուցվում է երկրի անկախության 250-ամյակի կապակցությամբ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։